Անմահների գունդը երթը հիշատակի, պապերի ու նախապապերի սխրանքները վերարժևորելու խորհուրդ ունի, որին այս տարի Գյումրիում հարյուրավոր մարդիկ էին միացել։ Մասնակիցները զինվորականներ էին, իրենց ընտանիքներով, քաղաքացիներ, որոնք եկել էին մեծ հայրենականին մասնակցած նախնիների լուսանկարներով, պատմում էին նրանց փառավոր ուղու մասին։ Ռուսական 8-րդ զինվորական թաղամասից երթը հասավ Մայր Հայաստան հուշահամալիր։ Սա անմահների գունդն է, որ հիշատակի եւ խոնարհումի երթ է անցկացնում այսօր։ Մենք եկել ենք հիշելու եւ գնահատելու մեր նախնիների սխրանքը։ Նրանք մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, շատերը չեն վերադարձել։ Մենք հիշում ենք նրանց ու հպարտանում մեր նախնիներով։ Սա իմ պապն է, Նիկոլայ Վլադիմիրովիչը։ Նա երկու եղբոր հետ մասնակցել է Սևաստոպոլի ճակատամարտին, եղբայրները զոհվել են, պապս վիրավորվել է ու վերադարձել։ Սա իմ նախապապն է, նա սովետական բանակ է զորակոչվել 1939 թվականին, 41 թվականին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, սա էլ մյուս նախապապս է, նա էլ մասնակցել է Բրեստի ամրոցի պաշտպանությանը, շատ մեդալներ ունի ստացած։ Մայր Հայաստան հուշահամալիրի բարձունք էին եկել մարդիկ, ովքեր երկրորդ աշխարհամարտի մասնակիցների ժառանգներն էին, նրանք վերհիշում էին իրենց պապերի, ապուպապերի պատմածները ռազմի դաշտից։ Հայերի մասնակցությունը հերոսական էր եւ հայերի համար այն հայրենական պատերազմ էր։ Պապիս նկարն է, մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, շատ հերոսություններ է արել, մեդալներ ուներ պապս եւ ոնց ասեմ կենտանի է վերադարձել է, հասել է իր 10 երեխաներին։ Մորական կողմի պապիկս է Նապոլեոն Նազարյանը, նա եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում կազմում, հրետանու հրամանատար է եղել, լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի զինվորն է եղել, իսկ մյուսը ուրեմն Պերճ Թատևոսի Սողոյանն է, տատիկիս քրոջ ամուսինն է, նա էլ եղել է լեգենդար մարշալ Բաղրամյանի զինվորը։ Նա կրվել է եւ կրվել ինչպես մյուս պապիկս Նապոլեոնը հասել է Բերլին եւ բարել են երկուսն էլ հայկական քոչարին։ Հայ ազգը մեծ լումա ունի հաղթանակի գործում, իսկ մենք չենք կարող չմասնակցել։ Մենք մեր բաբերը մասնակցել են, իմ հայրս մասնակցել է, վիրավոր եկել է դաշտից, մարտի դաշտից, ընկերոջը փրկե դուրս է բերել է, այստեղ են թաղը այդ մարտում։ Հերոսությունը ճիշտ է, իսկ մենք չենք կարող մոռանալ։ Մեր ժողովուրդը չի կարող մոռանալ, դա մեր այրան մեջ է, պայքարը մեր այրան մեջ է։ Հետխորհրդային տարածքում եւ աշխարհի մի շարք երկրներում են նշում հաղթանակի օրը։ 80 տարի առաջ հաղթանակը կերտած հերոսների սխրանքները անուրանալի են եւ կասկածից վեր է հայերի առանձնակի դերն ու նշանակությունը հայրենական մեծ պատերազմում, որը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Մոտ 600,000 հայ է ռազմաճակատ մեկնել, նրանց կեսը չի վերադարձել։ Իմ Ղուգասյաններից 8 տպաբս մասնակցել է, 6-ը հետ չի վերադարձել, երկուսն էլ վիրավորվել է։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում, 6 եղբայր իրար հետ գնացել են պատերազմ, 8-ը գնացել են, 2-ը վիրավորվել են, 6-ը հետ չի վերադարձել։ Եվ այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր հաղթանակ եղավ։ 80 лет назад советский солдат водрузил знамя победы на 80 տարի առաջ սովետական զինվորը մեծ հաղթանակ տոնեց Ռայխստագում։ Այսօր մենք շարունակում ենք նրանց գործը պաշտպանել այն խաղաղությունը, որը ձեռք է բերվել թանկ գնով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ցուցաբերել է մեծ հերոսություն եւ անձնազոհաբար է կրվել։ Այս հաղթանակը նաեւ նրանց շնորհիվ է եղել։ Անուրանալի է լեգենդար մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի եւ մյուս նշանավոր զորահրամանատարների ներդրումը մեծ հաղթանակին հասնելու գործում։ Անհայտ զինվորի անմար կրակի մոտ ծաղիկներ էին դնում եւ խոնարհվում պատերազմի վետերանների ժառանգները։ Արդեն 3-րդ տարին է Գյումրիում տոնական օրն առանց պատերազմի վետերանների ներկայության է անցկացվում։ 1941 թվականին Լենինականից ռազմաճակատ է մեկնել մոտ 8000 մարդ, նրանցից 3000-ը զոհվել է։ Հաղթանակի օրվան էր նվիրված զինտեխնիկայի ցուցադրությունը Մայր Հայաստան հուշահամալիրում։ Հանդիսավոր երթով անցան ռազմաճակատում կիրառված զինտեխնիկայի տեսակները։ Ստալինգրադից մինչև Բերլին հասած տանկերն ու զրահատեխնիկան բերվել էր հուշահամալիրի տարածք։ Ցուցադրական դրվագներով ներկայացվեց մոտ 22 միավոր ռազմական տեխնիկա։
Հին մոդելներ իրանք ցույց կտան, որ նոր եղել է ժամանակ, պատերազմի ժամանակ, այդ մոդելներ իրանք ցուցադրում են։ Որ մարդիկ տեսնեն, թե ինչ կարգ է, այնտեղ մեքենա կա, գրած են Բերլին, հենց այդ բաներով են մտել Բերլին։ Հաղթանակի օրվա տոնական մասն ապահովում էին կենդանի երաժշտությունը, պատերազմական երգերը, իսկ դաշտային խոհանոցում բոլորին հյուրասիրեցին զինվորական կերակուրներով։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։